խորհրդային տարիներին կարողացել է մասնակից լինել և 1962 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Հայաստանյան Ծառայողական եկեղեցին դարձավ պաշտոնական անդամ եկեղեցիների համաշխարհային խորհրդի, որը որ շատ կարևոր ձեռքբերում էր մեզ համար։ Խորհրդային տարիներին բնականաբար եկեղեցին միջազգային խաղաղության հարաբերությունների մեջ շատ կարևոր դերակատարություն ուներ, շատերը հիշում եք նաև երևի թե Վազգեն առաջին կաթողիկոսի խաղաղարարի դերը և նրա հեղինակությունը միջազգային ասպարեզներում, բոլոր միջազգային ասպարեզներում և անշուշտ Հայաստանի անկախությունից հետո հայ առաքելական եկեղեցին, որ կարողացավ ավելի ակտիվ ազատ գործունեություն ծավալել և իր առաքելությունը ավելի ակտիվ կերպով առաջ տանել, շատ կարևորվեց նաև միջկրոնական և միջեկեղեցական հարաբերությունը։ Եվ այս ամենը մշտապես արվել է իշա մեր ժողովրդի ազգային և համազգային շրջանում։ Երբ ես ասում եմ ազգային և համազգային, սրանք ինչ-որ ձևով ցավոք երբեմն չեն համարվում։ Ազգային շահեր ասելով պետականության, պետության շահերն են, համազգային շահերն են, գիտեք, որ մենք ունենք մեր արդեն դար տևող հատկապես ցեղասպանության հարցը և սփյուռքի գոյության, գոյատևման և շուտացման շատ կարևոր մենք սփյուռքը հնարավորինս կարողանանք պահել, պահպանել իշա Հայաստանի պետության և պետականության։ Անշուշտ ժամանակները փոխվում են, երբեմն նաև փոխվում են արժեքների վրա շեշտերը, բայց արժեքները երբեք չեն կարող փոխվել։ Այն արժեքները, որ հայ ժողովուրդը ստեղծել է և կրում է, և այն արժեքները, որի վրա հիմնված է հայ ինքնությունն ու քաղաքականությունը, երբևէ չեն կարող փոխվել։ Բայց ժամանակի ընթացքում որոշ շեշտեր կարող են դրանց վրա փոխվել, մեկը առաջնային լինի, մեկը ոչ առաջնային, և իհարկե դա ոչ նորաբության կարող է տրվել և ոչ էլ կարող է դուրս գալ մեր ինքնության։ Մեր եկեղեցին այս դիվանագիտական բոլոր միջոցները, ինչպես նաև եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջկրոնական շատ կարևոր դիալոգները նորից են կրկնում, արել է զուտ իշա մեր ժողովրդի բարօրությանը։ Մի քանի օրինակներ ընդհանուր այս պատկերը տալուց հետո, օրինակ հենց մեր Հայաստանի երրորդ անկախ հանրապետության ստեղծման օրերի սկզբից և փոքրիչ առաջ 1988 թվականին, երբ տեղի ունեցան Սումգայիթի կոտորածները, հայ եկեղեցին իր կապերով կապվեց Անդրկովկասի Շեյխուլ Իսլամի հետ, որը մինչև հիմա նույնն է, Ալլաշուկյուր Փաշազադեն է, և դրանից ընդամենը չանցած մեկ շաբաթ 10 օր հետո Ալլաշուկյուր Փաշազադեն իր գազիին ուղարկեց Հայաստան հանդիպելու Վազգեն կաթողիկոսին։ Այդ դժվարին օրերին Վազգեն կաթողիկոսը որոշեց, որ գազին մնա ավելի ապահով է
Եվ նաև մենք դրսևորում ենք մեր միջ կրոնական հարաբերությունների մի լավ օրինակ։ Եղան դժգոհություններ այն ժամանակվա մեր ազգակիցներից շատերը բողոքեցին եւ այլ ամեն բարագային սա դիվանագիտական քայլ է։ Եվ այս քայլը առաջինն էր, որ Փաշազադեն իր կազին ուղարկեց եւ դա մի տեսակ մեղայականի քայլ էր, ներողության քայլ էր, որից հետո 1988 թվականի մայիսին տեղի ունեցավ առաջին հանդիպումը պաշտոնական։ Այն ժամանակվա ռուս ուղղափառ եկեղեցու Իմեն Պատրիարքի միջնորդությամբ Վասկեն առաջին երջանկայի շատակտակցություն և Ալաշուքյուր Փաշազադեի միջև։ Սա սկիզբը դրեց այն մշտական Իրակոմ հանդիպումների, որոնք տևեցին մինչև իսկ 1921 թվականի 2021 թվականի հոկտեմբերի 13-ը, որը եղավ մեր վերջին Իրակոմ հանդիպումը Մոսկվայում նորից էլի Մոսկվայի և համահեղուսո պատրիարք Կիրիլի միջոցով և ջանքերով։ Այս բոլոր տարիների ընթացքում միշտ փորձ է արվել, որ հնարավորինս հատկապես այս հակամարտության մեջ չլինի թե կրոնական տարը դառնա ինչ-որ ձևով որպես գործոն։ Եվ այս տեսակետից բոլոր ջանքերով, ձեզ ասեմ, տարբեր ֆորումներով թե ադրբեջանական կողմը նույնպես միշտ հայտարարել է, որ արցախյան այս հակամարտությունը չի կրում իր մեջ կրոնական հակամարտության տարեր, որը բնականաբար շատ կարևոր է, որովհետև գիտեք այս պարագային, երբ որ մտնում են այդ կրոնական տարերը, մի կողմից պանիսլամիզմն է, մյուս կողմից քրիստոնեությունն է, որը կարող է պանիսլամիզմի պես ավելի չլինել։ Եվ որը որ շատ կարևոր էր մեզ համար։ Նույն այդպիսի ուրեմն քայլեր եղան 2010 թվականին։ 2010 թվականին Բաքվում տեղի ունեցող կրոնական առաջնորդների ժողովին Կարեկին երկրորդ ամենայն հայոց կաթոլիկոսը համաձայնեց և մեկնեց Բաքու 2010 թվականին։ Մեկնեց Բաքու, որտեղ ուրեմն բացի մասնակցելուց բավականին երկար հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, նույնիսկ այցելեց Բաքվի հայ եկեղեցին, որը այսօր վերածված է գրադարանի, արխիվի, նման բանի, մի խոսքով այս մեկնումը քայլ էր նորից, ինչ-որ ձևով ոչ թե թշնամանքի, այլ հարաբերություններ մշակելու համար։ Եվ այսպիսով ձեզ ասեմ, որ հաջորդ տարի Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդների ժողովը, որին եկավ և մասնակցեց Շեյխուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադեն։ Դա ուրեմն 2011 թվականի նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցավ այդ ժողովը։ Ուրեմն այսպիսով տեսանք, որ այս հարաբերությունները գոնե այն ժամանակվա համար մինչ պատերազմյան ինչ-որ ազդեցություն ու դեր ունեին
ավելի խաղաղության և բարեկամական հարաբերություններ, բարեկամական ասածը բնականաբար դիվանագիտական բարեկամական հարաբերություններ են, այս ինչ-որ ձևով։ Բացի դրանից հայ եկեղեցին հատկապես արցախյան հարցի շուրջ բավական մեծ գործ է կատարել դիվանագիտական բոլոր ատյաններում, ոչ միայն միջկրոնական կամ միջեկեղեցական կամ օտար եկեղեցիների և կրոնների, այլև զուտ քաղաքական բոլոր կարևոր միջազգային քաղաքական ատյանների հետ մշտապես կապերը պահել, իր դիմումները արել, իր հայտարարությունները ուղարկել, կոչերը ուղարկել և բոլոր առիթներով այս հարցը բարձրացվել է ամբողջ այս 30 տարիների ընթացքում մշտապես։ Ես գոնե վերջին 15 տարին լինելով մայր աթոռում չեմ հիշում որևէ մի հանդիպում օտարերկրյա պետական քաղաքական գործիչների հետ, որպեսզի անպայմանորեն այս հարցերը չդրվեն, որը պատերազմից հետո բնականաբար քաղաքականից զատ նաև դարձավ հումանիտար հարց։ Եվ պիտի ասեմ այստեղ, որ այս միջեկեղեցական և միջկրոնական դիվանագիտության հարաբերությունների միջոցով նաև բավականին հումանիտար հարցերի լուծումներ են։ Եթե օրինակներ ասենք, թե բերենք նախ հենց Արցախի շրջափակման ընթացքին հայ եկեղեցին բոլոր մեր թեմերի միջոցով կարողացավ լուրջ օգնություններ հավաքել և փոխանցել, ես միայն կարող եմ ասել, որ իմ միջնորդությունների միջոցով են եղել 500 տոննա կարողացանք մենք բեռներ ուղարկել այնտեղ։ Բացի դրանից զուտ էլի օտար եկեղեցիների համայնքների օգնությունները, որոնք իրենց համայնքների շրջանակում հանգանակություններ են անում, իսկ հանգանակություններ անում են այն պարագային, եթե ճանաչում են, թե որ եկեղեցու համար են անում, որ ազգի համար են անում, և այդ անում են սիրելով և իրենց քրիստոնեական եղբայրությունը ցուցաբերելով։ Վերջին օրինակներից մեկը ասեմ ձեզ, որ Ռումինիայի ուղղափառ եկեղեցու մի շրջանի հանգանակությունների միջոցներով 6 բնակարաններ ապահովեցին Արցախից մի տեղահանված ընտանիքների համար։ Մեծ բնակարաններ են բավական, որոնք իրենց այդ հանգանակությունը հավաքել էին և հայ եկեղեցու միջոցով ցանկացել են անդամ։ Մի ուրիշ հարց կա, որ ցավում եմ այս շրջանում շատ զգայուն է դարձել, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, դա Արցախի հարցը։ Պարզապես չգիտեմ ինչու շատ նույն կերպ ռեակցիաներ կան երկու կողմից, հատկապես հայ եկեղեցու գործողությունների և հայ եկեղեցու շարքերի համար։ Ռեակցիան օրինակ հենց վերջերս կայացած մայիսի 26-ին, 27-ին, 28-ին Բեռնում կայացած այդ եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և հայ եկեղեցու դրանքով այդ համաժողովի նկատմամբ, որը որ շատ լուրջ ռեակցիա առաջացրեց ադրբեջանական կողմը ու նույն պիտի մի ռեակցիա երևի առաջացրեց Հայաստանում, չգիտեմ ինչու Արցախի մասին խոսելը կամաց դառնում է տաբու մեզ համար, արխիվված և
վնասակար մի բան։ Պարզապես ես ուզում ձեզ մի փոքր հատված կարդալ Ալլաշուհուր Փաշազադեի նամակից ուղղված եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին Երիկիվային, որտեղ գրում է. որքան շուտ հեռանաք հայ եկեղեցու առաջնորդների ազդեցությունից, որոնց խաբեությունը, կողմնակալությունը և ռևանշիզմը հակասում են քրիստոնեական հավատքի սկզբունքներին և Հիսուս Քրիստոսի ուսմունքներին, և որոնց պատիվն ու հեղինակությունը վիճարկվում են նույնիսկ իրենց սեփական երկրով, և ովքեր կորցնում են իրենց հոգևոր սրբությունը, այնքան ավելի քիչ վնաս կհասցվի եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային հեղինակությունը։ Այսինքն ուրիշ տեղեր, ուրիշ կետեր կան, բայց սա շատ հստակ պատկերն էր այդ համահունչ ցավի կլման։ Եվ ի վերջո ասեմ, որ հայ եկեղեցին դարեր շարունակ իր բոլոր ջանքերն ու միջոցները հայոց պետականության վերականգնման համար դրել է և հայոց պետականության և իշխանության համար չի խնայի որևէ ժամանակ, այսօր թե վաղ, բոլոր միջոցներն ու բոլոր հնարավորությունները